Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 18։ Սատանան տիրոջը պատասխանեց և ասաց. «Միթե Հոբն Աստծուց վախենում է առանց ակնկալության»։ Հոբ 1:9 խոսք։ Սատանան կեղծ դրոշներ է բարձրացնում և քրիստոնյային մոտենում է ընկերոջ կերպարանքով, որպեսզի դռները բացվեն նրա առաջ և նրա առաջարկները ընդունվեն հաճությամբ, նախքան նրա իրական էությունը բացահայտվի։ Այդ պատճառով էլ ասվում է, որ նա ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում։ 2 Կորնթացիս 11:14 խոսք։ Նրա բոլոր նենգ ծրագրերից ամենավտանգավորն այն է, երբ նա հայտնվում է Սամուելի թիկնոցով և իր պղծված լեզուն քաղցր ու գեղեցիկ խոսքերով է ծածկում։ Այսպես, մոլորության հարցում նա ոմանց ապականում է իրենց դատողության մեջ, իր ուսմունքները ներկայացնելով որպես ավետարանի առանձնահատուկ ճշմարտություններ։ Եվ ինչպես խորամանկ խաբեբա, նա փորձում է վաճառել իր հին ապրանքը, այսինքն վաղուց գոյություն ունեցող մոլորությունները, որոնք երկար ժամանակ մնացել էին նրա ձեռքին, ինչպես անպետք մի բան։ Նա պարզապես մի փոքր փոխում է դրանց արտաքին տեսքը ժամանակի նորաձևությանը համապատասխան, և դրանք սկսում են ներկայացվել որպես չակերտյալ նոր լույս քրիստոնեական ազատության քողի տակ։ Նա խրախուսում է անառակությունը, միաժամանակ գովաբանելով հոգին։ Նա դատապարտում և արհամարհում է Սուրբ Գիրքը, միաժամանակ գովաբանելով հավատքը։ Նա ջանում է խարխլել ապաշխարության կարևորությունը և ոչնչացնել բարի գործերի արժեքը։ Եկեղեցու կառավարման մեջ առկա ապականվածության մասին ողբալով նա անկայուն հոգիներին հեռացնում է դրանից և զվարճացնում նրանց, մինչև նրանք ի վերջո ընկնում են հավատուրացության մեջ։ Եվ այս խորամանկ հնարքներով նա ոչ միայն մարդկանց մտքերն ու համոզմունքներն է շեղում, այլ նույնքան հաջողությամբ ազդում է նաև նրանց սրտերի և կյանքի ընթացքի վրա։ Նախանձախնդրության անվան տակ նա երբեմն վառում է սրտում կրքի և բարկության վտանգավոր բոցը, որը ինչպես անզգույշ կրակ քրիստոնյայի հոգին բորբոքում է և նրան մղում ոչ քրիստոնեական ցանկությունների ու վրեժխնդրության աղոթքների, և դա այն դեպքում, երբ նա պետք է ներեր։ Դրա օրինակն ունենք աշակերտների դեպքում Ղուկասի թղթի 9:54 խոսքում, որտեղ երկու սուրբ մարդիկ ցանկանում էին, որ կրակ իջնի երկնքից։ Նրանք շատ քիչ էին գիտակցում, թե որտեղից էր այն ածուխը, որ այդքան բորբոքել էր իրենց, մինչև որ Քրիստոսը չհանդիմանեց նրանց և ասաց. «Չգիտեք, թե ինչպիսի հոգուց եք դուք»։ Ղուկաս 9:55 խոսք։